Ողջույն բոլորին։ Made in Armenia YouTube-յան ալիքն է արդեն մեկնարկում իր աշխատանքները։ Մենք Հայաստանի տնտեսությունը լավացնելու նպատակով հանդիպում ենք բոլոր հայ գործարարների հետ եւ մեր առաջին հյուրը լինելու է Լիլիթը։ Ողջույն Լիլիթ ջան։ Ողջույն։ Լիլիթը շատ հետաքրքիր մի ընկերության համահիմնադիր է, ճիշտ է, չէ՞, ասում Լիլիթ ջան, համահիմնադիր, որովհետև ամուսիններով եք ստեղծել։ Այո։ KTM եւ Թիթեռ ընկերություններն են։ Լիլիթ ջան, կուզեմ ներկայացնես KTM-ը, որից հետո Թիթեռը, որպեսզի մենք հասկանանք դրանց տարբերությունը։ Գիտեմ, որ փայտյա իրեր են պատրաստում հետաքրքիր, փորագրում են, ինչպես նաեւ կաշվե եւ օրգանական ու կարելի ասել մատերիալներից, ինչպես որ ինձ նվիրել, հիմա ցույց տամ։ Ահա սա Լիլիթն է ինձ ուղարկել նվեր։ Օրգանական ապակույց է, այո։ Ահա, օրգանական ապակույց, ես օգտագործում եմ, իմ հեռախոսը դնում եմ եւ ինձ արդեն անհարմար չի, թե չէ ուր ասես հենում է եւ ընկնում է ջարդում։ Հեռախոսի հենակ է, այո։ Բարի, շատ ուրախ ենք, որ նման գործունեություն կա Հայաստանում, ուրախ ենք, որ ընտանեկան է բիզնեսը եւ ընտանիքի համար է ծառայում եւ նաեւ երկրին է ծառայում ու մեզ բոլորիս ուրախացնում է հետաքրքիր իրերով։ Լսում ենք Լիլիթ ջան ներկայացրու KTM-ը, որից հետո Թիթեռը ներկայացրու։ Ի սկզբանե եղել է KTM ընկերությունը, Թիթեռը դեռևս չկար այդ ժամանակ, պատրաստում էինք հուշանվերներ, սկսեցինք հուշանվերներից, կա մեր տեսականին կհետաքրքրի թե երեխաներին, թե մեծերին, քանի որ սկսած գրչաման, գրչատուփ, այնտեղ կանոններ, սկսել ենք այդպես, հետո արդեն այլ տեսականի, զարդատուփեր, տղամարդկանց համար հեռախոսի հենակները, ինչպես դուք ցույց տվեցիք, աշխատում ենք KTM ընկերությունով նաև կորպորատիվ փաթեթներով, հիմնականում կային ընկերություններ, որոնք արդեն համագործակցում են մեր հետ ու իդեպ շարունակական, շատ հաճելի է միջալուց, երբ հավանում են արածդ գործը ու երկրորդ անգամ են դիմում։ Լսում ենք բոլորի առաջարկները, հնարավոր է տեսականին այլ լինի, իրենք այլ բան ցանկանան, մեծ հաճույքով գծագրելով, թե լսելով փորձում ենք ստանալ այն ինչ պետք է։ Իսկ հետո նոր արդեն 2-3 տարի արդեն KTM-ը կա, 1 տարի է, շուտով կլրանա 1 տարին Թիթեռն է։ Թիթեռի մտահղացումն ինչպես եղավ։ Տեսեք, KTM-ում տեղադրեցինք բրոշներ, սկսվեց այդտեղից, հետո դիմեցին մեզ պայուսակի գործելու համար, ինչ որ տախտակներից սկսվեց, տեսականին մեծ էր Թիթեռի ձեռագործ աշխատանքների, որպեսզի KTM-ը չլցվեր, որպես կայքը չդառնար ձեռագործ աշխատանքների համար, մտահղացում եղավ, բացենք մի հատ էլ առանձին Թիթեռը։ Թիթեռը բացվեց, Թիթեռում ամբողջ տեսականին ձեռագործ աշխատանքների իրեր են, թե կաշվից, թե այնտեղ նույն օրգանական ապակուց, թե նրբատախտակից։ Բոլոր Թիթեռից օգտվում են, մեր իմիջիալուց ձեզ եւս պետք կգան ձեռագործները, եւս փոքրիկ ընտանիք է ստեղծվել Թիթեռով, բոլորի հետ շատ արդեն ջերմ հարաբերություններ կան, քանի որ մեկ անգամ պատվիրելուց հետո, երկու անգամ պատվիրելուց հետո բնականաբար արդեն ծանոթությունը ընդլայնվում է ու հաճելի է դառնում, իհարկե, այնտեղ էլ էլի կարծում եմ գոհ եմ, որովհետեւ 1-2 անգամ չեն դիմում, արդեն պատվիրատուներ կան, որ մշտական են ու միշտ դիմում են մեզ։ Տարբեր է, այնտեղի տեսականն էլ է տարբեր, որ մտնեն կայքով էլ կարող են տեսնել, բացեցինք նաև կայքը, որովհետև կամաց Հայաստանում արդեն զարգանում է, ինտերնետային կայքով օգտվելը, պատվիրելը, կարող են պատվեր կատարել, ունենք շատ հարմարավետ զամբյուղ, որը ավտոմատ կերպով զեղչային տարբերակներ առաջարկում միանգամից, այնտեղ կտեսնեն իրենք, որ բացեն, առաքում ենք մինչև բակ, Հրաշալի է, Լիլիթ ջան, ես իրոք շատ եմ ուրախանում, որ Հայաստանում հնարավոր է լինում բիզնես իրականացնել, որովհետև բոլորս գիտենք, որ դժգոհում են, թե Հայաստանում հնարավոր չէ ապրել, չգիտեմ եւ այլն, բայց ձեզ նման մարդիկ ամուր են իրենց որոշումների մեջ եւ մտածում են, այո, մնանք հայրենիքում, ստեղծենք, ոչինչ դժվար կլինի, բայց կաշխատենք ու ամեն ինչ լավ կլինի, այսինքն հավատով եք եւ նաեւ շատ աշխատասեր եք ու շատ թիմային եք ընտանիքով, թու։ Ես շատ ուրախ եմ ձեզ համար
Եվ շնորհակալ եմ նաև որ մեր հաղորդումներին եք աջակցում։ Միշտ իդեպ ասեմ, որ ԿՏԵՄ-ը միշտ նվերներ է ուղարկում Հեքիաթ ֆիլմ կինոստուդիայի հաղորդումներին, մեր բլոգի հաղորդումներին եւ նվիրում ենք մեր հաղորդումների հյուրերին։ Այդպես ստացել ենք Լիլիթի հետ եւ անընդհատ ուզում եմ շփվել Լիլիթի հետ, որովհետեւ շատ պոզիտիվ անձնավորություն է, որ չգիտեմ, էլի, իրոք մարդու հետ որ աշխատում ես այդ ժամանակ ես հասկանում, թե ինչպիսի մարդ է։ Շնորհակալություն։ Հիացած եմ, ուրախ եմ, անդադ ասում եմ Լիլի ջան, կարգավորեք ձեր գործարանը, ես գալիս եմ տեսանյութ նկարահանելու, ասում հա, կարգավորենք, կտանչենք, վերանորոգումը հուսով եմ ընթանում է եւ ամեն ինչ ձեզ մոտ լավ կլինի։ Միգուցե նաև հայտնվեն ընկերություններ, ովքեր օրինակ շինանյութ կտրամադրեն ձեզ եւ մենք կգովազդենք նրանց, թող ձեզ շինանյութ նվիրեն։ Ես էլ սիրում գովազդեմ նրանց։ Ձեր վերանորոգումը այդպես օգնեմ, տեսնում եք որտեղից որտեղ։ Իդեպ Լիլիթին հարցեր ուղղելու համար կարող եք մեկնաբանություններ այստեղ գրել Լիլիթը սիրով կպատասխանի։ Կարող եք նաև արդեն ԿՏԵՄ-ի անձնական էջին, Լիլիթի անձնական էջին գրել եւ կարող եք նաև կայքով նայել նրանց տեսականին, Facebook-յան էջում նույնպես չէ, տեսականին ինչ որ չափով ունեք, բայց ամեն դեպքում լինում են պատվերներ, որ կարող եք ուղղակի ձեր երևակայությամբ որևէ բան պատվիրել եւ իրենք իրականություն կդարձնեն։ Այ հենց դրանով է հետաքրքիր, որ կրեատիվ է ամեն ինչ։ Լիլի ջան, ինչպես ստացվեց, որ դուք որոշեցիք ստեղծել, այսինքն այդ մտահղացումը որտեղից եկավ։ Մտահղացումը այն օրվանից երևի թե որ բնակարանից տեղափոխվեցինք սեփական տուն, այսպես ասեմ, ունենալով հատված տան մոտ մտահղացումը այդ ժամանակ կար, բայց որոշ ժամանակ կանգնեց, չիրագործեցինք, հետագայում արդեն ամուսինս իր ընկերոջ հետ խոսեցին, այդպես տենց միասին համատեղ սկզբից ստեղծվեցին փոքրիկ ԿՏԵՄ ասվածը, որ կա, չնայած կայք ի սկզբանե չենք ունեցել, որոշակի ժամանակ աշխատել ենք այնպես առանց կայքի, հետո արդեն ամուսնուս մտահղացմամբ ԿՏԵՄ-ը ստեղծվեց Facebook-յան էջ, կամած այդպես փոքրիկ քայլերով բարձրացանք մի քիչ առաջ, որպես ասում են։ Հաստորեն ամուսնացել եք, հետո եք ստեղծել։ Արդեն 10 տարուց ավել ամուսնացած ենք եղել, որ նոր տեղափոխվել ենք այստեղ։ Բնակարանում ենք ուղղակի ապրել, ուրիշ գործով ենք, երկուսս էլ ուրիշ բնակավարում ենք եղել, այնպես է որ բայց տեղափոխվելուց հետո այդպես մտածում էինք ինչ կարելի անել, այդ կողմ գնացինք, սենց ասեմ։ Իսկ եթե գաղտնիք չի, ինչ բնակավարում էիք։ Ես ինքս ավարտել եմ ֆիզիկայի մասնագիտությունս ֆիզիկ-օպտիկ եմ, պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ եմ ավարտել, Արտուրը մասնագիտությամբ ծրագրավորող եմ, բայց այստեղ չի աշխատել, այստեղի նկատեմ Հայաստանի բանով, ռուսական ավելի շատ այնտեղ է աշխատել, մեր էջում դրված մոնտաժային, չգիտեմ, գծագրային, թե նույն կետ անվանումը որ կա, բոլոր ամեն ինչը լոգոտիպները, որ մեզ գրում են, հարցնում են, ինչպես կօգնեք բան, բոլորի իրագործողը Արտուրն է, ամուսինս։ Ես այսպես ասեմ, կողքից զբաղվում եմ շփվելով, հիմնականում հարցերին պատասխանելով, ինչ որ չափով փորձում եմ օգնել, մնացած հարցերն արդեն իրագործում են մյուսները։ Պատվերները ընդունում եք, չէ՞։ Պատվերներ ընդունելով, այո։ Այդպես։ Ամեն դեպքում թե ֆիզիկան, թե ծրագրավորումը ձեր գործին հաստատ պետք են։ Չէ՞ որ դրական էմոցիաներն է ամենակարևորը, չհուսահատվելը, դրական էմոցիաները փորձել լսել, հասկանալ, անկախ ամեն ինչից մարդկանց տեսակները բոլորին է տարբեր են, պետք է գտնել բոլորի հետ շփման եզր, սենց ասեմ։ Ամեն դեպքում նյութի հետ գործ ունեք, դրա համար էի ասում ֆիզիկան։ Հա։ Կա, դա էլ կա, բան չասեցի։ Հա, հաստատ ավելի լավ կհասկանաք, որ նյութից ինչ կարելի է ստեղծել, չէ՞։ Այո։ Լավ, ես կուզեի իմանալ, թե որ ընկերություններն են, որ ձեզ հիմնական պատվիրատու են ու կորպորատիվ ինչ-որ հետաքրքիր փաթեթով նվերներ են պատվիրում, եթե իհարկե դեմ չեք, նրանց անունները նշենք։ Մեր ազգային գրադարանի հետ աշխատել ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ, Globing կազմակերպության հետ, Onex կազմակերպության հետ,
Մինորա մշակութային կազմակերպության հետ Արնո Բաբաջյանի վերջին աշխատանքներից էր իդեպ Արնո Բաբաջյանի 100-ամյակի նվիրված հուշանվերներ ենք պատրաստել ու այժմ էլ հետագայում էլի իրենց հետ համագործակցությունով Սևան ֆեստի համար ենք պատրաստելու էլի հուշանվերները գավաթային այդպես սիրուն տեսքով, որպեսզի որպես հուշ մնա կազմակերպիչների։ Այդպես էլի կան, սենց մի անգամից չեմ հիշի։ Հիմնականում տեսեք, շատ կան, գիտեք ոնց, որ ձեռքի աշխատանքով են զբաղվում, իրենք էլ բավականին ճանաչում ունեն զարդերի, այնտեղ չգիտեմ, ինչ որ տեղավորելու հետ խնդիր ունենան, տուփերով են մեզ դիմում։ Այդպես, որ տեսնեք լոգոտիպերով արդեն կտեմ մեր էջում նշված են այնտեղ, որ ում հետ ենք աշխատել, էլի։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ինչ հեռանկարներ ունեք, արդյոք ունեք ինչ-որ հեռանկարային բան, որ դառնաք մեծ գործարան կամ, չգիտեմ, այլ ինչ-որ երազանք, որին ձգտում եք, թե այն ճանապարհով, որ գնում եք, ունեք լիքը պատվիրատուներ, դա ձեզ բավական է։ Չէ, բնականաբար, չեմ կարծում, որ այնպիսի մի աշխատող լինի, որը 0-ից սկսել է, չցանկանա առաջ գնալու, այսինքն տեղում դոփելու ցանկությունը ոչ մեկ չունի, բնականաբար բոլորս էլ ձգտում ենք առաջ գնալու։ Օրինակ, մենք արդեն բացի են, որ առաջարկում էինք մատերիալային, նկատի ունեմ փայտ, օրգանական ապակի կաշի, արդեն նաև առաջարկում ենք թղթային ինչ-որ բաներ, կարոպկաներ կլինեն, տուփիկները նկատի ունեմ, ստիկերներ, ինքնակպչուն պիտակները, առանձին պիտակներ, թելով կախված բիրկաներ, այսպես ասված, որ ավելի պարզ լինի։ Նման տեսականի էլ ենք սկսել առաջարկել, էլի նպատակներ ունենք դեպի առաջ գնալու, տոպրակներ ենք առաջարկում ուղղակի դեռևս համագործակցության միջոցով, արդեն մենք էլ ցանկություն ենք ինքներս արտադրելու, տեսնենք, գունավոր տպագրություն ենք անում փայտի վրա, որը եւս տպարանների հետ է մեր համագործակցությունը, դա էլ ցանկություն կա, որ մենք ինքներս տրամադրենք արդեն, ժամանակը ցույց կտա։ Իսկ կան օրինակ դետալներ ձեզ մոտ կամ պատվիրեն կամ արդեն իսկ ունեք, որ մարդիկ հավաքեն եւ վերածվի օրինակ ականջողի կամ թևնոցի զարդերի։ Իհարկե։ Այո, հենց թիթեռում այդպես է։ Մենք ինչ որ մասային տրամադրում ենք ու դուք չեք պատկերացնում վերջում որ ուղարկում են վերջնական արդյունքը ինչ սիրուն բան է ստացվում, արդեն դու ես զարմանում, որ գեղեցիկ է, իրոք շատ հաճելի է վերջնական արդյունքը տեսնել։ Մենք դետալային կարող է տանք, բայց վերջնական արդյունքով այնտեղ ինքը ավելի շքեղ տեսք ունենա։ Նույնը փայտային, որ ասում եմ պայուսակ գործելու համար դեկորներ են, իրենք փայտային, սենց անցքերով աղջիկները գործում են, չեք պատկերացնի, գեղեցիկ պայուսակներ են, բոլորը մեկը մեկից գեղեցիկ են գործում։ Հրաշալի, այսինքն նաև գործող եւ ձեռքի աշխատանքով զբաղվողներն են հիմնականում ձեզ պատվիրատու նաև թիթեռում, այո, թիթեռում բոլորն այդպիսին են, այո, բոլորն այդպիսին են, այնտեղ բոլորը ձեռքի շնորհքի հետ գործ ունեցող միջավայր է, թիթեռի ամբողջ անձնակազմը, իսկ էմինը ավելի շատ հուշանվերներ, նորից եմ ասում, որ կարող են պատվիրել, այնտեղ տարատեսակ կա, այսպես չթվեմ, էլի զարդատուփեր կամ ինչ-որ բան, եւ ավելի շատ կորպորատիվ փաթեթների հետ է այսպես։ Այսինքն ձեզ հետ կարելի է նաև բիզնես սկսել, ԿՏԵՄ-ից պատվիրել օրինակ հուշանվերներ եւ վաճառել, թեկուզ վերնիսաժում կամ օնլայն եւ կարող են թիթեռից պատվիրել զարդերի դետալներ հավաքել կամ գործել ինչ-որ պայուսակ կամ այլ որևէ ինչ ու վաճառել դարձնել սեփական բիզնես, չէ՞։ Այդպես է կա։ Մեզ հետ մեծականակ աշխատում են ու իդեպ մեծականակի դեպքում մեծ զեղչեր ունենք, այսինքն գնային տարբերություն է լինում, ինչը նշված է կայքում կամ Facebook-յան էջում, քանակից է կախված ու զեղչերը գործում են։ Այդ ձեր ասացի նման կան, ունենք պատվիրատուներ, որոնք իրենց մտահղացմամբ դիմում են, մեզ ինչ են ցանկանում վրան որ լինի, պատվիրում են նույն վերնիսաժի համար, որ դուք ասեցիք վաճառքի համար, կան դետալներ, որ վերցնում են թիթեռի կայքից, արդեն վերածվում է գեղեցիկ աշխատանքի ու իրենք վաճառում են։ Բոլորը թիթեռում հիմնականում այդպես է։ Ասեմ, որ դետալային մենք ինչ որ մասային ենք տրամադրում, փայտից կլինի օղերի դետալներ, թեկուզ կտրվածքով, գունավոր տպագրությամբ, թե օրգանական ապակուց, իրենք վերածում են դա գեղեցիկ օղի կամ վզնոցի կամ, չգիտեմ, կուլոնը ուղղակի դառնում է փայտի ինչ որ sense գունավոր տպագրությամբ վրան աղջիկ է տպագրված, իրենք գեղեցիկ պատում են քարերով, կաշվով, ինչ որ մի բանով ու ավելի շքեղ տեսք են տալիս։ Վերջնական արդյունքը իրենք են ստանում։ Թիթեռը այդպիսին վերջնական արդյունք չունի, եթե ոչ միայն տուփեր են։
տուփերը այո, տալիս ենք զարդերի համար, դա մեր վերջնական արդյունքի ինչ որ մի մասն է կազմում, էլի։ Իսկ մի հետաքրքիր հարց էլ, օրինակ տղամարդկանց շատ կհետաքրքրի բանալիների կախիչներ եւ եթե դուք օրինակ ստանում եք ինչ-որ ձև, որ ինքը ուզում է կամ ինչ-որ նկարիր կախիչի համար, բայց դուք մետաղ չեք տրամադրում, չէ՞, հիմնականում, այսինքն այդ կախիչը, այդ ցեպչկան եւ իր օղակը դուք տրամադրում եք, թե ասում եք այս փայտիցը վերցրու, գնա դու ուրիշ տեղից կախիչ գնիր եւ ամրացրու քո բռուլոկին բանալի կախիչին։ Հիմա ասեմ, ուրեմն կետեիմում ունենք, տրամադրում ենք, բնականաբար մենք էլ պատվիրել ենք դետալներ, որպեսզի ամբողջական տեսք ստանան։ Կետեիմում վաճառում ենք, ենթադրենք նույն ձեր ասած կախիչը, որի հետ տրամադրում ենք իր մետաղական ամեն ինչով, նկատենք պատրաստի նվեր է ինքը դառնում։ Իսկ թիթեռում հնարավոր է տեղադրենք մենակ դետալային այդ հատվածը, դուք ոնց որ ասեցիք, փայտի հատվածը կամ արդեն կլինի օրգանական ապակոց, չգիտեմ, այնտեղ իրենք են արդեն ընտրում ինչ մետաղից դնեն, ինչ գույնի համապատասխան դնեն, այդ այնտեղ արդեն այդ ձևով է, քանի որ իրենք էլ աշխատում են պատվիրատուների հետ, վերցնում են պատվերներ ըստ գույնի, ըստ, չգիտեմ, չափերի մեզ են ասում, մենք պատրաստում ենք։ Մի փոքր էլ կաշվից խոսենք, որովհետև օրգանական ապակի եւ փայտ պատկերացումը կազմում ենք, որ կարելի է դրանցից ինչ-որ բան ստանալ, բայց կաշվի մասին մի քիչ պատկերացումները ավելի քիչ են, թե ինչ կարելի է ձեր ոլորտով ստանալ կաշվի վրա, այսինքն դուք հատում եք, նկարներ են լինում վրան, ինքը ինչ է, արդյունքում կաշվից ինչ տեսականի է դուրս գալիս ձեզ մոտ։ Ասեմ, հիմնականում կաշվից պատվիրում են լոգոներ, այսինքն ձեռագործ աշխատանքները ներկայացնելու համար իրենց լոգոն մենք փորագրում ենք, կաշվի չափային փոքրիկ, կարող է մեծ էլ լինել, ասենք հագուստի համար օրինակ մեծ չափսի են ուզում փակցնելու համար, կարելու համար, հիմնականում այդ տեղից սկսեց, էլի կաշիների հետ գործ ունենալը, լոգոներ էինք անում ու տրամադրում էինք պատվիրատուներին իրենց լոգոներով փակցնում էին թե պայուսակներին, թե շորերին, թե տիկնիկներին ձեռագործ էսպես։ Հետագայում արդեն նաև պայուսակի համար մտահղացումը եղավ, որ փայտից նաև կարելի է նույնը ստանալ կաշվից, փայտի փոխարեն նաև կարելի է ստանալ կաշվից։ Ստանում ենք նույն դեկորները պայուսակ գործելու համար կաշվից, պայուսակի համար կանթեր, սկուտեր գործելու համար կանթեր, ինչ ասեմ, պայուսակի տակի հատվածներ, դիմացի փականներ, ինչ կարելի է, ինչ պատկերացնում ենք, այդպես ստանում ենք։ Բռնակները ուսից կախելու, ցեպային, այսպես դետալներով միքսարած ստանում ենք, փորձում ենք, կամած աշխատում ենք։ Օրերից մի օր պայուսակի բիզնես կսկսեք դուք։ Ես վստահ եմ։ Գիտեք ինչն է, լավա մեր կայքում ես սիրում եմ աշխատանքները ներկայացնել, չգիտեմ ուրիշների մոտ ոնց, ենթադրենք պատվիրը հաճախորդը պատվիրեց, ես գիտեմ, որ ինքը ձեռագործ է, ձեռքի աշխատանք է անում ու մեծ հաճույքով վերջնական արդյունքը տեղադրում ենք անպայման էջում ու նշում ենք պատվիրատուին։ Ինքը առանձին դա վաճառք է իրականացնում, հուսամ, որ մեր էջից էլ ինչ որ մեկը տեսնելով, հավանելով իրենից պատվեր կվերցնի։ Դրա համար պայուսակը մենք ինքներս չենք անում, գործում են արդեն պատվիրատուները, իրենք էլ ունեն իրենց պատվիրողները, պայուսակ պատվիրողները։ Թիթեռի ասորտիմենտը, կոպիտ ասած, 500-ից ավել է։ Ես այսպես հատ չեմ կարող ասել այնտեղ ինչ կա։ Տեսականին բավականին մեծ է թիթեռին։ Հա, որովհետև էջում ավելի քիչ կա, քան փաստորեն իրականում, այնպես որ Լիլի ջան, մի բան կանեք, որ մենք հյուրընկալվենք ձեզ մոտ եւ տեսանյութ անենք, որովհետև ես շատ եմ ուզում ներկայացնենք ձեր գործունեությունը էլ ավելի մոտիկից, որովհետև շատ հավես գործեր եք անում, ես ինքս անընդհատ որ ստանում եմ եւ մեր հաղորդման հյուրերին տալիս եմ, թե ձեր ծառը, թե հեռախոսի տակդիր իմ ձեռքի տակով անցել են, թե գեղեցիկ տուփերը, զարդատուփեր, մնացածի հետ ուզում եմ էլի շփվել, հպվեմ, որովհետեւ շատ սիրուն գործեր եք անում։ Հիացած եմ, եթե ավելացնելու բան ունեք, ասեք եւ եզրափակենք։ Բոլորին բարձր տրամադրություն եմ մաղթում անկախ ամեն ինչից, թողով օգտվեն մեր կայքից, անհատական մոտեցում է ցանկացած պատվիրատուի հանդեպ, կապ չունի, կլսենք բոլորին, ինչ մտածում են, փորձում են իրագործել, կանենք միասին։ Դժվարություններ բոլոր տեղերում կա, պետք է փորձել հաղթահարել ցանկացած դժվարություն ու առաջ գնալ։ Մենք էլ փորձում ենք փոքրիկ քայլերով առաջ գնալ, հուսամ այսպես լավ կլինի։
Շատ սիրում եմ ձեզ, շատ սիրում եմ ձեր գործունեությունը։ Փոխադարձ։ Պատահական չի, որ ուզեցա հենց առաջին հոլովա կլինի ձեզ հետ, Լիլիթ ջան։ Իրոք, եթե մարդիկ շփվեն ձեզ հետ աշխատեն, հաստատ է դրական աուրան կզգան, եւ ես էլ միշտ ցանկանում եմ անընդմեջ անդադար աշխատել ձեզ հետ, շփվել ձեզ հետ, որովհետեւ միայն դրականն եմ ստանում ձեզնից ու շատ ամենակարևորը շատ մարդկային վերաբերմունք է ձեր կողմից եւ շատ ստեղծագործական։ Այնպես որ հարթ ու կանաչ ուղի ձեզ, հաջողություններ եմ մաղթում ձեր բիզնեսին, թող որ ձեր միջոցով մեր բյուջեն էլի լցվի։ Դավերձ է։ Ոչ մի խնդիր։ Բյուջեի եղած գումարները իսկապես ծառայեն մեր հայրենիքին, դա իմ մաղթանքն է, դա իմ ցանկությունն է, չքաղաքականացնել։ Լիլիթ ջան, ուրախ ենք, թող որ ձեր ընտանիքում ամեն ինչ լավ լինի, թող որ երբեք պատվերների պակաս չունենաք, ինչպես որ հիմա է, թող այդպես առատ շփվեն, ձեզ սիրեն, ոնց որ հիմա է, թող միշտ այդպես լինի։ Մերսի։ Դե հարցեր ունենալուց կարող եք մեկնաբանություններում գրել Լիլիթը ուշադիր կլինի եւ կարող եք նաեւ իրենց արդեն էջերին գրել, ես էջերը այստեղ մոնտաժով կդնեմ։ Պատրաստեցինք այս հաղորդումը ձեզ համար եւ հետագայում կլինեն մեզ մոտ շատ հետաքրքիր էլի լավ հյուրեր, ինչպես որ Լիլիթն է, աշխատասեր, նվիրված իրենց գործին, մի խոսքով կհանդիպենք, կեցեք, որ Մինչ այս պահը մեզ լսում էիք, ճանաչեցիք Լիլիթին, շնորհակալություն, հաճելի է շատ, Լիլիթ ջան, ձեզ նմանապես, ձեր գործին էլ հաջողություն։ Շնորհակալ եմ, հաճելի ուղի եւ հաճելի օր ձեզ։ Տեսություն։ Ձեզ նույնպես։ Տեսություն։